Եվրոպական շուկաներ, նոր ներդրումներ եւ ռազմավարական գործընկերություններ։ Երևանը հունիսի 9-ին կդառնա միջազգային գործարար երկխոսության հարթակ, հյուրընկալելով Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լեհաստանի բարձր մակարդակի գործարար պատվիրակություն, շուրջ 41 գործարարի մասնակցությամբ, որոնք ներկայացնում են ավելի քան 10 միլիարդ դոլար համախառն կապիտալ ունեցող ընկերություններ եւ բիզնես կառույցներ։ Համաժողովն անցկացվում է Թրամփ-Ռութ միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախաձեռնության շրջանակում, որի գլխավոր նպատակը Չինաստանն ու Եվրոպան կապող նոր առևտրային միջանցքների ձևավորումն է, Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնումը եւ եվրոպական շուկաներում հայկական արտադրանքի ներկայության մեծացումը։ Մեր այցի նպատակը հիմնականում նվիրված է նրան, որ Հայաստանում մեծ ներդրումներ լինեն եւ նաեւ ապահովենք Եվրոպա-Հայաստան անմիջական կապը, որը կլինի թե ցամաքային տարբերակով, թե երկաթուղային տարբերակով, քանի որ մեր երկիրը սպայդրության ունի մեծ խնդիրներ արտահանման հետ, քանի որ ունենք ընդհանրապես մի լծակ, որը որ այս սպայդրության շատ հստակ ուժեղ փակվել է, մենք փնտրում ենք այլ ընտրանքներ, որ կարողանանք մեր ապրանքները արտահանենք Եվրոպա։ Կազմակերպիչների խոսքով այս տարվա այսն աննախադեպ է թե մասշտաբով, թե ներկայացված բիզնես շրջանակների ազդեցությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայի խոշորագույն ընկերությունների սեփականատերեր եւ ղեկավարներ, այդ թվում Լեհաստանի Forbes 100-ի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններով։ Ես Եժու Քուֆելն եմ, ITEO գրուպի նախագահը։ Սա իմ երկրորդ այցն է Հայաստան, քանի որ Հայաստանը ունի շատ լավ մասնագետներ, ինժեներներ եւ ծրագրավորողներ։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել եւ իրականացնել խոշոր միջազգային նախագծեր։ Մենք համագործակցում ենք աշխարհի տարբեր երկրների ընկերությունների հետ, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ Մերձավոր Արևելքում։ Եվ վստահ եմ, որ Հայաստանը կարող է դառնալ կարևոր գործընկեր այս շուկաներում համատեղ բիզնես նախագծեր կառուցելու եւ զարգացնելու գործում։ Նախորդ տարվա համագործակցության արդյունքներն արդեն տեսանելի են։ Կողմերի միջև ձևավորված գործընկերության շրջանակում իրականացվել է շուրջ 5 միլիոն դոլարի ներդրում, ձեռք է բերվել արտադրական տարածք, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է ստեղծել շուրջ 150 նոր աշխատատեղ։ Այս տարվա համաժողովից սպասվող արդյունքները ըստ կազմակերպիչների կարող են զգալիորեն գերազանցել նախորդ ձեռքբերումները։ Այսօր Լեհաստանը աշխարհի 20 խոշոր տնտեսություններից մեկն է, եւ ես կարծում եմ, որ Հայաստանն էլ ունի իր տեղը գտնելու հնարավորություն եվրոպական տնտեսության մեջ։ Լեհաստանը եվրոպական տնտեսության դարպաս է Ասիայի բազմաթիվ երկրների համար։ Մենք հույս ունենք, որ այս այցը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես այստեղ ներկաների, այնպես էլ մեր համար, զարգացնելու համագործակցությունը։ Կարծում եմ Հայաստանը հրաշալի երկիր է։ Շատ շնորհակալ եմ Արթուրին այս ամբողջ այցը կազմակերպելու համար։ Ինձ հետ այս պատվիրակության կազմում ժամանած 40 մասնակիցներն էլ պատրաստ են դառնալ Հայաստանի եւ Եվրոպայի միջև ապագայի կամուրջը կառուցող ուժը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է արտադրական ոլորտի, տվյալների մշակման կենտրոնների, լոգիստիկայի եւ միջազգային առևտրային ենթակառուցվածքների վրա։ Հայաստանը դիտարկվում է որպես մրցունակ հարթակ իր աշխարհագրական դիրքի, էներգետիկ հնարավորությունների եւ տարածաշրջանային կապերի շնորհիվ։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաեւ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հարցը։ Լեհ գործընկերների հետ արդեն քննարկվում են հայկական մրգերի, խաղողի, լոլիկի եւ պահածոների եվրոպական շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Կողմերը հույս ունեն, որ համաժողովից հետո հնարավոր կլինի ներկայացնել արդեն կոնկրետ արտահանման ծրագրեր եւ պայմանավորվածություններ։ Մեր այցի հիմնական պատճառը Հայաստանի եւ Լեհաստանի բիզնես համայնքների միջև համագործակցության մեծ ներուժն է, որը մենք տեսնում ենք։ Այս հնարավորությունները պայմանավորված են նաեւ վերջին տարիներին տեղի ունեցած կարևոր քաղաքական փոփոխություններով, որոնք նոր հեռանկարներ են բացել համագործակցության համար։ Ես Հայաստանին մաղթում եմ ամենայն բարիք եւ հաջողություն։ Հույս ունեմ, որ Լեհաստանը կդառնա կամուրջ, որի միջոցով Հայաստանը կկարողանա զարգացնել արդյունավետ գործարար կապեր Եվրոպայի եւ այլ երկրների հետ։ For this country to do good business with Europe and other countries.
Գործարարների գնահատմամբ վերջին տարիներին Հայաստանը եվրոպական ներդրողների համար դարձել է ավելի կանխատեսելի եւ գրավիչ ուղղություն։ Երկիրը դիտարկվում է ոչ միայն որպես նոր շուկա, այլև որպես կարևոր կապող ուղղակ Եվրոպայի եւ տարածաշրջանի միջև, հատկապես ենթակառուցվածքային եւ երկաթուղային նախագծերի զարգացման համատեքստում։ Համաժողովը կմիավորի լոգիստիկայի, արհեստական բանականության, վերականգնվող էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ֆինանսների, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերական ավտոմատացման եւ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտների առաջատար ներկայացուցիչներին, ստեղծելով համագործակցության եւ ներդրումային նոր հնարավորություններ։ Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովը կարող է դառնալ ոչ միայն հերթական հանդիպում, այլ տնտեսական նոր կամուրջ, Հայաստանի համար բացելով եվրոպական շուկաների դռները, իսկ միջազգային ներդրողների համար նոր հեռանկարներ տարածաշրջանում։ Հունիսի 9-ին Երևանում կայանալիք այս հանդիպումը խոստանում է վերածվել կոնկրետ պայմանավորվածությունների, նոր ներդրումների եւ երկարաժամկետ գործընկերությունների մեկնարկային հարթակի։